նայում եմ Վարդան Հակոբյանի վիդեոն ամենավերջում ապրիլի 7-ը, որ շնորհավորում է, շատ կարևոր մի 3 նախադասություն ասեց, շատ կարևոր, որը կպավ ուղիղ իմ սրտին։ Ու ես հասկացա, որ այդ 3 նախադասությունը պիտի դառնա երգ, ու հիմա կդնեմ Վարդան Հակոբյանի ասած 3 նախադասությունը, վերջը հաղորդման եւ երգը։ Ու շատ կուզենայի, որ տեսներ ինքը դիրիժորա շատ խելացի մարդ է, գնահատեր, շատ կուզեի կարծիքն իմանայի։ Մամա սևակ ունենա, շարնազդավոր ունենա, Կոմիտաս, Տերյան ունենա, Ուիլյամ Սալոյան ունենա ու համել Նիկոլ Փաշինյան, ոնց է սա հնարավոր, ոնց է սա հնարավոր մի էսթետիկական դաշտում տեղավորել, մի արժեքային համակարգում խրցկել, եթե կուզեք, ոնց։ Ես հիմա շատ դժվարությամբ, ինչպես վիրուսն է պատահական մտնում ազգի մեջ, մարդու մեջ, բայց եթե այդ ազգը մարդը իմունիտետ ունի եւ իր իմունիտետը Շարլն է, Կոմիտասն է, մեր մեծերն են, նշանակում է այդ պատահական մտած վիրուսը ինքը վերանալու է հենց օրգանիզմի առողջ բջիջների շնորհիվ։ Եկած մի շղթա Տավթի արյունն է մեր մեջ տերերում, բայց ինչպես եղավ, որ այս սուրբ հողում շեղված մի օղակ մեզ ցավ է բերում, Կոմիտասի երգնում չարենցի շունչը, Անտրանիկի սուրն ու նաշտեհի ուժը, Ազնավուրի սերնը Գերի մեջ է փարատում շուշը, իմ հպարտ մաքրիր քո գերը այս շարք հասկերից, թող որ Դավիթներ ծնվեն ամենում, ու հայը փրկվի այս մեծ աղետից, Տեր Աստված օգնի սպանիր մեր տունը, վերադարձրու մեզ մեր մահնությունը, արժանապատիվ Հայ անունը, և կողմերից եկած մեր ժառանգությունը։ Միլիոնավոր հայեր, սուրբ մայրեր ծնած, կապույտ արյունով ու վեր հոգով զարդարված, բայց հիմա մարնում մի հիվանդություն, որ պղծում է մեր սրբազան
միշտ առաջ կգնա Այնքան բան կա ասելու առումով նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Լիանին Սվենյան այս գեղեցիկ երգի համար ասեմ որ այս երգի տողերը ինչքանով հասկացել հենց Լիան Սվենյանն է հեղինակը իսկ երգը երաժշտություն դա արհեստական բանականությունն է ստեղծել ես էլ ուզում եի երգչուհու մասին դիֆերաբներ գրել խոսել որտեղ փայլուն էր կատարումը ամեն դեպքում շնորհակալություն Լիանին այս երգի համար ես այնց վստահ եմ ներքուստ որ վաղ այս երգը հնչելու է բոլոր հեռուստաալիքներով ռադիոալիքներով որովհետև մենք ունենալու ենք Հայաստանում այն վիճակը քաղաքական եւ հոգեբանական այն վիճակը որ այս երգի կարիքը լինելու է ու դա չի լինելու աշկելված այսօր այս երգը աշկելվածների մեջ է լինելու հաստատ ու եթե Հայաստանի անկախության ճանապարհն են արգելում ցույց տալ ու պատկերացնում եք սա նույն բանից է նույն սերիայից է բնության մեջ այն ինչ որ այսօր կատարվեց կոպիտ ասած իմ տեքստի եւ Լիանի զգացումների մեջ որը իմ ամեն խոսքերի մեջ գտել էր այդ բանը իդեան դա բնության մեջ կոչվում է քվանտային ֆիզիկա հա սա այս քվանտային ֆիզիկան է երբ որ դու անում ես միտեղ մի բան եւ դրա այդ հաճախականությունները հազարավոր կիլոմետրի վրա բռնող կա ու դու դա չես անում հատուկ դու արա քո գործը եւ անպայման սա միտեղ արձագանք է գտնում սա կոչվում է ռեզոնանս սա հենց այդ հաճախականությունների ռեզոնանսն է որ երբ որ դու այդ հաճախականության վրա ես դու անպայման որսում ես դա հենց քվանտային ֆիզիկան է եւ ինչպես երբ ինչպես Լիանը մենք բոլորս էլ օժտված ենք այդ հատկություններով ու մեր մտքերը մեր իդեաները մեր ոգևորվածությունը մեր ներշնչանքը գալիս է հենց այդ հաճախականությունները որսալուց երբ որ միտեղ մի բան ենք լսում որը մեր կապտում է հենց այդ հաճախականության ուտեղից մի բան ծնվում դա կարող լինի բանաստեղծություն երգ գործ զոհաբերություն հերոսություն ամեն ինչ տենց է ծնվում հենց տեղից է ծնվում, երբ որ մարդ այդ հաճախականությունների վրա է։ Ես վստահ եմ, որ այս երգից ընդեղ մի հատ ուրիշ բան է ծնվել։ Ընդեղ արդեն ծնվել է մի հատ ռեժիսոր այս հաճախականության վրա, որ արդեն այդ կլիպը իր աչքի առաջ տեսել, արդեն դերասաններով, պատրաստի կադրով, սա հենց այնա ինչ կապում է մեզ իրար բոլորիս։ Որտեղ մենք բոլորս այդ նույն հաճախականության վրա ենք։ Չճանաչելով իրար հետ չունենալով ոչ մի ընդհանուր բան, թերևս բացի հայրենիքից, մեկ էլ նպատակներից, մեզ զգացմունքներից այդ հայրենիքի նկատմամբ։ Այսօր բավականին մարդ էր նայել արդեն այս տեսանյութը, որտեղ ես էլ էի տարածել, ինքն էլ էր Լիանն էլ էր տարածել, բայց թող հազար անգամ հազարապատիկը դառնա, թող վիրուսի նման տարածվի ու թող այս երգը ռեզոնանս գտնի բոլոր լսողների սրտում ու թող այդ լսողները միլիոնավոր լինեն որ հասկանան մի բան ոչ թե հասկանան իրենք գիտեն դա ուղղակի վերապրեն մի բան դու այս ժառանգության կրողը լինես ու քեզ ղեկավարի Նիկոլ Տեսակը սա ամոթ է սա խայտարակություն է եւ սա շտկվող խայտարակություն է բայց դու կարող ես այդ խայտարակությունը շտկել այն ժամանակ միայն երբ որ դու այդ հաճախականության վրա ես եւ դա զգացել ես որ հələ մի վարքան ո՞նց հնարավոր սա ես ո՞նց կարող եմ թույլ տալ սա իմ այդ պատահի բայց քանի դու դեռ դրա մասին չես մտածում դու անջատած ես այդ հաճախականությունից անտեսում ես դա քո համար նորմալ է լինելու Փաշինյան Նիկոլը կարող է նույնիսկ չես էլ նկատում որ Փաշինյան Նիկոլն է այդ տեսակի նկատում եմ, սա անազգան էական չի, բայց հենց դու վերադառնում ես քո բնական իրավիճակին եւ քո մոտ սկսում աշխատել բնության օրենքները, դու միանգամից վեր ես դառնում դրանից։ Սա հնարավոր չի։ Ես չեմ կարող սա թույլ տալ։ Դրա համար եմ ես ուզում, որ այս երգը
միլիոնների սրտում ռեզոնանս գտնի, որտեղ այդ ռեզոնանսը բերում է շատ որոշակի գործողությունների, պարտադրված այդ հաճախականությունից, այդ ռեզոնանսից, այդ եզրակացություններից, իսկ երգը դա հաճախականություն է, ձայնը հաճախականություն է։ Ես հիմա աշխատում եմ գիտական ֆիլմի վրա, սցենարի վրա, որտեղ վաղ ասա մասին չեմ ուզում խոսել, որտեղ կա առանձին բաժին մարդու հոգեբանության վրա ինչ ներգործություն ունի երաժշտությունը, մարդու առողջության վրա ինչ ներգործություն ունի երաժշտությունը, եւ ինչ հետևանքներ է թողում։ Ես պետք է ասեմ, այս ռեզոնանսը թողում է մի հետևանք, մարդու մոտ արտնաստում է ինչքան բնական եւ ամենակարևորը վեհ զգացմունքներ կա։ Հենց այդ ռեզոնանսն է, ու այդ վեհ զգացմունքները բերում է հենց այդ վեհ հետևանքներին։ Այսքան կարևոր է երաժշտությունը մարդու կյանքում։ Այս հիմա փորձում եմ ամեն ինչ գիտականորեն ապացուցելով ֆիլմ ստեղծել դրա մասին։ Զուգահեռ դրան ինչ որ ես անում եմ հիմա։ Ու ես ճիշտ ժամանակն էլ հենց այս երաժշտության վրա ցույց տալու, թե ինչ կարող անի մի երգը մարդու համար, գիտակցության մեջ եւ ինչ դեր կարող ունենա նրա կյանքում եւ գործունեության մեջ, որովհետեւ այս երգը լսող է, երգի հետ ապրողը չի կարող վաղը հանգիստ նայի այն ինչ որ կատարվում է մեր մոտ։ Չի կարող, արդեն դիսոնանս է, արդեն էրոր է, կախում է կոմպյուտերը։ Իսկ մարդը այս երգի հետ ապրող մարդը չի կարող թույլ տա իրեն ապրի այդ կեղտ միջավայրում, որտեղ մեր շուրջը բամբարան սկսում է մաքրել, որտեղ հասկանում է, որ այդ կեղտոտ միջավայրը ստեղծում է այդ կեղտոտ միջավայրին ադապտացված կեղտեր, որի միջավայրում ինքը տեղ չունի, որի միջավայրում այս հաճախականությունները մեռնում են։ Սանով էզում ասորվա առողջում ավարտել, նորից շնորհակալություն Լիանին, այս լադի վրա գտնվելու համար նախ եւ առաջ, որսալու պահը եւ այն փոխանցելու, որովհետեւ ես վստահ եմ ինքն էլ լսելու է սրա արձագանքները, ինչպես որ անակնկալ լսեցի ես։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։